Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին խոսելու ենք մի կարևոր թեմայից, մի հիվանդության մասին, որը միլիոնավոր մարդկանց կյանքի որակի վրա է ազդում, ախտահարելով բազմաթիվ օրգան համակարգեր, եւ այսօր կզրուցենք վաղ ախտորոշման, հիմնական ախտանշանների եւ իհարկե բուժական նորագույն մոտեցումների մասին։ Այսօրվա իմ հյուրն է Նորք Մարաշ բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աննա Խաչատրյանը, ում հետ մենք կխոսենք շաքարային դիաբետի մասին։ Ողջույն բժշկուհի Խաչատրյան։ Ողջույն բժշկուհի։ Եկեք նախ սկսենք նրանից, ինչ է իրենից ներկայացնում շաքարային դիաբետը, արդյոք դա ուղղակի շաքարի բարձր թվերն են արյան մեջ եւ ինչպես է զարգանում այս հիվանդությունը։ Շնորհակալություն հարցադրման համար։ Իրականում շաքարային դիաբետը դա լուրջ առողջապահական խնդիր է, չնայած արդի պայմաններում մենք ունենք դրա լուծման բազմաթիվ մոտեցումներ, բազմաթիվ եղանակներ, չնայած դրան այն արդի գլոբալ խնդիր է թե առողջապահական, թե տնտեսական առումով պետության համար։ Իրականում շաքարային դիաբետը նյութափոխանակային քրոնիկ հիվանդություն է, որը ուղեկցվում է արյան մեջ գլյուկոզի քրոնիկ բարձրացումով, որի պատճառը ինսուլինի կամ նվազ արտադրությունն է, այսինքն արտադրության նվազումն է, որը առավել բնորոշ է շաքարային դիաբետ տիպ 1-ին, կամ ինսուլինի ազդեցության նվազումն է, ինսուլինի նկատմամբ կայունության առաջացմամբ, հետագա իհարկե քանակի նվազմամբ, դա արդեն շաքարային դիաբետ 2-րդ տիպն է։ Բացի վերոնշյալ տիպերից կան նաև շատ այլ տեսակի դիաբետի այլ տեսակներ, որոնք օրինակ կարող եմ ասել երիտասարդների մոտ մեծահասակների տիպի շաքարային դիաբետի առաջացումը որպես մոդի դիաբետ կամ նույն տիպ 1 դանդաղ ընթացքով արդեն ավագ տարիքում որպես լադա տիպ 1 դիաբետ եւ մի շարք այլ վիճակներ, որոնք ուղեկցվում են հիպերգլիկեմիայով։ Իդեպ նշեմ, որ նաեւ շատ էնդոկրին խանգարումներ իրեն կարող են բերել արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացման, սակայն դա համարվում է երկրորդային հիպերգլիկեմիա եւ իհարկե պատճառը վերացնելուց հետո հնարավոր է վերադառնալ առողջ վիճակի։ Սա արդեն շաքարային դիաբետ որպես այդպեսին չենք համարում։ Շատ լավ, այսինքն մենք հիմնականում տիպերը, ինչպես դուք տարանջատեցիք, կամ ինսուլինի արտադրության խնդիրն է, որ պակաս քանակով է արտադրվում, կամ իր ազդեցության, արդեն այսպես ասած, կայունության զարգացման։ Եվ իհարկե երկրորդայինը ինչքանով դա կարևոր է հասկացել, եթե մենք առաջնային պատճառը վերացնում ենք, ապա այդ դեպքում արդեն հիվանդության զարգացում չենք հիպերգլիկեմիաներ են լինում։ Շատ լավ։ Կասեք խնդրեմ բժշկուհի Խաչատրյան, ինչպիսի հիմնական ռիսկի գործոններ կան եւ առհասարակ ինչու է զարգանում շաքարային դիաբետը եւ ինչու ամբողջ աշխարհում ինքը համարվում է ամենատարածված հիվանդություններից մեկը առ այսօր։ Շարունակելով ձեր միտքը, իրականում այն հիմա համարվում է պանդեմիա ըստ իր տարածվածության, որովհետև եթե հենց երեք ես նայում էի միջազգային ֆեդերացիայի տվյալները, որ 2024 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում հաշվառված է մոտավորապես 568 միլիոն դիաբետ ունեցող անձ, նշեմ կամ որ ավելի պարզ է, ավելի պատկերավոր լինի, աշխարհի յուրաքանչյուր 9 բնակչից մեկը ունի շաքարային դիաբետ, բայց շատ ավելի վատ է, երբ որ նման ստատիստիկա կա, այսինքն յուրաքանչյուր 10-ից 4-ը չգիտի, որ ինքը ունի դիաբետ։ Դա ավելի վատ է, այսինքն պետք է հասկանանք, որ շաքարային դիաբետ, հատկապես տիպ 2-ը երկար ժամանակ ընթանում է անախտանիշ եւ ես պացիենտներին այդի ժամանակ միշտ բացատրում եմ, որ առողջ վիճակի եւ շաքարային դիաբետ տիպ 2-ի մեջ կա բավականաչափ ժամանակային ինտերվալ եւ առողջի ու հիվանդ վիճակի միջեւ գոյություն ունի մոխրագույն զոնա, որը կոչվում է նախադիաբետ։ Եվ ես կցանկանամ, որպեսզի մեր այս հաղորդումը լինի որոշակի հաղորդագրություն, որպեսզի մեր պացիենտները տեղյակ լինեն, եթե իրենք ունեն այս կամ այն ռիսկի գործոնները, նրանք բաց չթողնեն վիճակը եւ ամեն դեպքում ստուգեն գլյուկոզի մակարդակը արյան մեջ, եթե ունեն ռիսկի գործոններ։ Ինչպես կարող ենք օրինակ առաջնային ուղղակի բժիշկները, ներզատաբանները, ընտանեկան բժիշկները ինչպես կարող են նպաստել։ Այո, համարենք մեր այս թողարկումը նաև հաղորդագրություն, ինչպես կարող ենք հասկացել կամ գոնե այդ ռիսկի գործոնների դեպքում ինչպիսի թեստեր անցնեն, այլ ասած կանխարգելիչ ինչպիսի թեստեր պետք է անցնեն նախադիաբետից արդեն իսկ վաղ կանխարգելման եւ ախտորոշման համար։ Շատ լավ, նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականից ընդունվել է դիաբետի ազգային ծրագրի մարտավարությունը,
բաժանենք, հիմքում ընկած է այն սկզբունքը, որ բոլոր բժիշկները առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող եւ որոնք կապ ունեն նախադիաբետ կամ դիաբետ ունեցող անձանց հետ, վարում են նրանց, նման խնդիրների համար պատասխանատվություն ունեն, բոլորս պետք է խոսենք եւ գործենք մեկ ուղեցույցի շրջանակներում եւ մենք ունենք այդ տեղայնացված ուղեցույցերը շաքարային դիաբետ տիպ 2-ի վարման ընդհանուր ռազմավարության, որոնք մեր գոլեգաները կարող են գտնել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում ուղեցույցերի հատվածում, իդեպ հենց նույն ծրագրի շրջանակներում հանդիսանալով այդ ծրագրի մոդերատորներից մեկը մենք այսպես դասընթացներ ենք ունենում Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող առողջության առաջնային պահպանման օղակներում աշխատող ընտանեկան բժիշկների, թերապևտների եւ էնդոկրինոլոգների հետ եւ միասին փորձում ենք պայքարել այս պանդեմիայի դեմ, քանի որ իրականում հաղթահարումը դա թիմային աշխատանք է եւ շատ կարեւոր է որ բոլորս մեկ ձեռագրով եւ մեկ համընդհանուր մոտեցմամբ լուծենք այս խնդիրը։ Եվ անկախ նրանից թե պացիենտը որ տարածաշրջանում է բնակվում։ Եվ օրինակին չէ խորհրդվում, որ տարին մեկ անգամ յուրաքանչյուր նույնիսկ պրակտիկ առողջ է, թե միայն ռիսկի գոտում գտնվողը եւ ինչ տեստեր են դրանք միայն գլյուկոզայի չափումն է, թե այլ հետազոտություններ են պետք առաջնային ախտորոշման համար։ Շատ լավ, ես ձեզ հասկացա։ Բոլոր անձիկ, որ 18-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները, այո, յուրաքանչյուր անձ, ով ունի հավելյալ քաշ կամ ճարպակալում, հատկապես որովայնային տիպի ճարպակալման մասին է խոսքը եւ ունի շուտով կթվարկեմ նաեւ ռիսկի գործոնները, իրենք պետք է անցնեն սկրինինգային ծրագիր, այսինքն դա կամ անոթի գլյուկոզի որոշումն է անոթի վիճակում արյան մեջ կամ գլիկհեմոգլոբինի գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշումը արյան մեջ, որը արտացոլում է վերջին երամսյակի գլյուկոզի միջինացված ցուցանիշը։ Նշեմ, որ ճարպակալում ունեցող անձինք, եթե ունեն ժառանգական նախատրամադրվածություն, այսինքն ազգակցական կապ, շաքարային դիաբետ ունեցող անձանց հետ առաջին աշճանի ազգակցական կապ, եթե ունեն հաստատված էպիկրիզավորված սիրտանոթային հիվանդություն, պատահար, եթե ունեն զարկերակային գերճնշում կամ նորմավորված է, բայց իր շնորհիվ հակահիպերտենզիվ դեղորայքի, կանանց շրջանում պոլիկիստոզ դվարանների համախտանիշ ունեցող կանայք, որը ուղեկցվում է ինսուլինարեզիստենտականությամբ, հիպոդինամիա ունեցող մարդիկ, այսինքն այն մարդիկ, ովքեր ֆիքս օֆիսային աշխատանք ունեն եւ ֆիզիկական ակտիվությունը նվազ է, այդ մարդիկ պետք է դիմեն էնդոկրինոլոգի, ընտանեկան բժշկի, թերապևտի եւ կատարեն շաքարաչափում եւ դա կատարվի պարբերաբար, որպեսզի բաց չթողնվի այն լավագույն շրջանը, երբ կարելի է process-ը ուղղակի վերադարձնել առողջ իրավիճակի, որովհետեւ մենք հենց այստեղ պետք է փորձենք երիտասարդ տարիքում, փորձենք պահպանել առողջությունը, որովհետեւ ամենաշնորհակալ բանը, որ կարող է իր համար յուրաքանչյուր անձ անել, դա հոգտանել իր առողջության մասին հենց այս կետից։ Խոսենք նաև սննդակարգը, կենսակերպի առանձնահատկությունները, ֆիզիկական adekvat ակտիվությունը ինչքանով են կարևոր թե կանխարգելման, թե այս հիվանդության ընթացքի համար։ Միանշանակ կանխարգելումը սկսվում է յուրաքանչյուր անձի ներսում փոփոխությունից, այսինքն մենք բժիշկներս ունենք կարևոր առաքելություն բուժելու, բայց նաև չմոռանանք, որ նաև լուսավորչական աշխատանք են կատարում եւ ամեն օր ամեն պացիենտի հետ մենք փորձում ենք մոտիվացնել, որ պահպանենք առողջությունը, փոքր քայլերի արվեստին տիրապետենք, այսինքն եթե օրինակ, ամենապարզ օրինակը բերեմ, աղցանը պատրաստում եք տան ընտանիքի անդամների համար մայոնեզով կարելի է ուղակի փոխարինել, չգիտեմ, լիմոնի հյութով կամ հունական առանց հավելումների ցածր յուղային պարունակությամբ, օրինակ յոգուրտով, այսինքն մանր քայլեր կան, որ կարող ենք այսօր սկսել եւ տարիներ հետո մենք շնորհակալ կլինենք, որ ինչ որ մի կետից սկսեցինք։ Իրականում կուզենամ անդրադառնամ եւ կանխարգելման եւ բուժման համար արդի այսպես հիթ հանդիսացող մի շարք դեղորայքային խմբերին, որոնց անունները ես չեմ տա, բայց ուզում եմ մեկ կարևոր բան ասել։ Արդեն հասկացանք։ Նախ յուրաքանչյուր դեղամիջոց պետք է նշանակվի բժշկի կողմից, այն էլ համապարփակ հետազոտություններից հետո բացառելով որևիցե ռիսկի գործոն, որը կարող է նպաստել դրա կողմնակի էֆեկտի արտահայտմանը կոնկրետ այդ անձի մոտ։ Բացի դրանից
Շատ դեղորայքներ, եթե պացիենտը ինքնուրույն է կիրառում, նախ չի կիրառում, կարող է չկիրառել, ավելի ճիշտ ձևակերպեմ, կարող է չկիրառել ճիշտ սխեմայով եւ այսպես հիասթափվել պրեպարատից կամ մտածել, որ էֆեկտիվ չի, օրինակ կիրառումը, բացի դրանից, անկախ նրանից, եթե պացիենտը ունի ճարպակալում եւ անկախ թե ինչ մեթոդ է ընտրվել անգամ բժշկի ներգրավմամբ, դա կլինի սննդակարգային փոփոխությունը, կլինի, չգիտեմ, բարիատրիկ վիրաբուժության արդեն ընտրությունը կամ դեղորայքի ընտրությունը, առաջնայինը, անգամ շաքարային դիաբետի դեպքում մենք հիմնակետը համարում ենք առողջ բալանսավորված սննդակարգը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը։ Ճիշտ է, ես ասում, սա անհետաքրքիր է։ Սա ամենադժվարն է, որովհետև ավելի հեշտ է դեղ ընդունել, բայց այո, սովորույթը փոխելը ամենամեծ, ամենալուրջ աշխատանքն է։ Դրա համար խորհուրդ եմ տալիս ուղղակի հին սովորույթը փոխարինել նոր, բայց լավ սովորույթով։ Փորձենք փոփոխությունները քիչ-քիչ ներմուծել մեր ընտանիք եւ իհարկե, եթե մեկը ունի տան անդամներից դիաբետ եւ սկսում է հետեւել առողջ սննդակարգին, ես ուղղակի ընտանիքի անդամներին եւս խորհուրդ եմ տալիս հետեւեք այդ մարդու օրինակին, թիմային փորձեք փոխել ձեր սնման կուլտուրան, նոր մշակույթ ձևավորեք ընտանիքում, նոր հետաքրքրություններ բերեք առաջ, բացի սննդի ընդունման, որոշակի սովորույթներից։ Եվ միգուցե այդպես մենք կարողանանք միասին կիրթ ձևով խուսանավել գոնե այն բարդություններից, որոնք բերում են վաղ հաշմանդամության։ Կարծում եմ շատ լավ ակցենտավորում արեցիք, որտեղ մեր իրականության մեջ կարծես թե հակառակն է։ Գայթակղությանը բուժառուները չեն դիմանում եւ ընտանիքի բոլոր այդ անթույլատրելի եւ վատ սովորույթներին են հետևում, այնինչ դուք խորհուրդ եք տալիս եւ շատ համամիտ եմ հակառակն անել, հետևել բուժառուի օրինակին եւ այդ փոքրիկ սահմանափակումները, որպեսզի ամբողջ ընտանիքը հետևի եւ ունենա ձևավորի ավելի ճիշտ սննդային վարքագիծ, այսպես ասած, բժշկուի եւ վերջում հարցնեմ ինչպիսի միջազգային եւ ինչու ոչ հայաստանյան ծրագրեր կան, որոնք նպաստում են թե իրազեկվածությանը, թե իհարկե հեշտացնում են բուժառուների կյանքը, ովքեր ունեն շաքարային դիաբետ, եթե կան, խնդրեմ, հնչեցրեք։ Շատ լավ, նախ բուժառուների կյանքը բավականաչափ հեշտացավ, երբ ինքնահսկման նպատակով արդեն ներդրվեցին գլյուկոզի շարունակական մոնիտորինգի կամ CGM համակարգերը, որոնք թույլ են տալիս առանց ծակոցների հսկողության ենթարկել գլյուկոզի մակարդակը 24/7 ռեժիմով եւ կախված ինչ համակարգ է տեղադրված, ընդհանուր 3 րոպեից մինչեւ 10-15 րոպե ինտերվալով սիստեմը միջբջջային հեղուկում չափումները, այո, ինքնաշխատ ձևով չափումներ է կատարում եւ իհարկե հեռախոսի application-ի միջոցով պացիենտը այդ պահին կարողանում է գնահատել իր գլյուկոզի մակարդակը։ Իհարկե պացիենտները պետք է հիշեն, որ առանցքային է ինքնահսկումը, եթե անգամ չկա գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգ տեղադրված, պետք է հետևել գլյուկոզի մակարդակին արյան մեջ, այսինքն միայն, չգիտեմ, ամեն կիրակի առավոտ քաղցած չափումը առ ոչինչ է։ Ես խորհուրդ եմ տալիս, եթե դուք կոմպենսացված վիճակում եք, գոնե 1 օր առավոտյան, հաջորդ օրը նախաճաշից 2 ժամ հետո, մյուս օրը երեկոյան աշխատանքից հետո եկաք, տեսեք ինչպիսին է շաքարի ցուցանիշը։ Միայն այդ կերպ դուք հասկանաք, արդյոք տվյալ բուժումը ձեզ բավարար է, արդյոք դուք ձեզ ապահովագրում եք հնարավոր անոթային եւ նյարդային համակարգի հնարավոր բարդություններից։ Միայն ինքնահսկումը կտա հստակ երաշխիք, որ դուք կարող եք ձեզ ինչ-որ չափով ապահովագրել այն վատ բարդություններից, որի մասին բոլորը խոսում եւ քննարկում են։ Նշենք, որ այդ համակարգը, ինչպես դուք նշեցիք, տեղադրվում է ենթամաշկային, եթե չեմ սխալվում, որը հեշտությամբ ավտոմատ այո, սմարթֆոնի միջոցով պացիենտը կարող է այդ պահին դիտել իր շաքարի ցուցանիշը եւ հստակ հասկանալ իր կերածը ոնց անդրադարձավ գլյուկոզի մակարդակի վրա, իր ապրած իր էմոցիաների շարժու ձևը եւ այդպես ոնց որ մեր ասածը ի գործ է ստացվում, այո, բացի դրանից հնարավոր է կիսվել բժշկի հետ, արդեն բժիշկը հստակ տեսնում է այդ օրինաչափությունը կնկատի։ Իհարկե, մենք հստակ արդեն տեսնում ենք ինչից հետո ինչ եղավ եւ խախտումները արդեն մեր աչքից չեն կարող վրիպել։ Այո, կարծում եմ, որ ժամանակը իրոք չարաշահել ենք, բայց ամբողջական որպեսի թեման պատկերացնենք, դուք սա նշեցիք այն առումով, որ մենք ունենք մեծ ձեռքբերում, դա շատ բուժառուների տրամադրվում է, խնդրեմ դա այդ մասին խոսենք։ Արդեն 0-ից 18 տարեկան բուժառուներին պետությունը ապահովում է գլյուկոզի շարունակական մոնիտորինգի համակարգերի, արդեն մենք այդ ծրագիրը ներդրվել է եւ արդեն հնարավոր
հնարավորություն կունենան մեր բուժառուները օգտվել պետպատվի շրջանակներում եւ մոնիտորինգ կատարում մինչեւ 10 տարեկան, բայց արդեն մեծ ձեռքբերում է։ Համաձայն եմ։ Շնորհակալ եմ շատ բովանդակալի զրույցի համար, հուսամ մենք դեռ այս թեմային եւս կանդրադառնանք։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Նորք մարզբժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աննա Խաչատրյանը, ով մեզ լուսաբանեց շաքարային դիաբետ հիվանդության հիմնական ախտանշանների մասին, մարտահրավերների, որոնց առնչվում են թե բժիշկները, թե բուժառուները, խոսեցինք վաղ կանխարգելման եւ ախտորոշման կարևորության մասին եւ իհարկե իմացանք, որ այս պահին Հայաստանում մեծ ձեռքբերում է, արդեն որոշում է կայացվել եւ շուտով իսկ ներդրվելու է ծրագիր, որի շրջանակներում 0-ից 18 տարեկան երեխաները, ովքեր ունեն շաքարային դիաբետ, կհսկվեն եւ կունենան շուրջօրյա մոնիտորինգի ծրագիր եւ սարքավորում։ Այս պահին պատրաստել էինք այսքանը, իսկ մենք շարունակում ենք հաղորդումը խորհուրդ մասնագետի Ծեջով